Եթե մեկը կա, որ կար ասի ես մեքենան գեշ, հա, ես իրա հետ ժամերով կռիվ կանեմ։ Իրոք, այս են մեքենան է, կամ են մեքենաներից մեկը, որ արտաքինի հետ կապված, ոչ ոք, ոչ մի բան չի կար ասի։ Range Rover Vogue, այդքանով արդեն ամեն ինչ ասված է։ Իհարկե չեմ խոսում հին Range Rover-ների մասին, հա, հին Vogue-երի մասին, որովհետև սարերի ու ձորերի տարբերություն են, թե արտաքինը, թե մի խոսքով շատ բաներ։ Հեսա արդեն մանրամասն ամեն ինչին առանձին կմոտենանք։ Բայց ամենակարևորը, այս մեքենայի հետ կապված, որ ուզում էի խոսել, դա արտաքին տեսքներ։ Այս իդեալական գծերը, այս ընդհանուր sense այս դիզայներական այս միտքը, չգիտեմ ով ա եղել սրա դիզայները, բայց ինքը վերջն է։ Կողքից մենակ նայում ես ամենահետաքրքիր sense իր ընդգծող են յուրահատուկ պահը, առաջինը որ աչքի անկնում, այդ դիմացի ու հետևի լուսարձակներն են, այս ծայրերը որ sense գալիս են հավասար sense այս մի գծի ուղղության բարձրության վրա նույն կորության անկյուններով մի խոսքով մարմինը փշաքաղվում է այս մեքենայից։ Իհարկե արտաքինից, ներքինին հետո կանցնենք։ Ինչ ասեմ, Range Rover-ի այն կարելի ասել այցեքարտերից մեկը, հա? Այս կողքի օթառիչներն են, իհարկե արհեստական, այսինքն ոչ մի ֆունկցիա չեն կատարում իրանք, բայց բավականին գեղեցիկ են ու միանգամից հեռվից ճանաչվում ես Range Rover-ին։ Այստեղ սև գույնի են։ Հիմնականում մեքենաների վրա լինում են, ասենք, սև մեքենայի վրա դնում են մոխրագույն գույնի, որ աչքին կնի, բայց ես չեմ սիրում։ Այս ամենասիրունն է։ Ամենագեղեցիկ։ Մի խոսքով կարճ ենք կապում։ Մենք հիմա ունենք Range Rover Vogue 5 լիտր շարժիչով Super Charge, որը տալիս է զարգացնում է 510 դիաուշ հզորություն։ Այն դեպքում, երբ մեքենան կշռում է ընդամենը ինչ որ 2600 կիլոգրամ։ 2600 տոն, 2 տոննա ու կես։ Հիմա անցնում ենք ներս, որովհետև ես չեմ համբերում արդեն ու ուզում եմ վայելել, չեմ էլ ուզում խոսալ ընթացքում, ուզում եմ պարզապես նստել, վայելել, խնդրեմ, քիչ ամնում մեկը մեջից իջնի, ասի ինչ կցանկանաք, թեյ, սուրճ, գարեջուր, դուք կարող ա ուշադիր չեղաք, հիմա ուշադիր եղեք, մի վարքան, ահա, իսկ հիմա, թեյ, սուրճ, գարեջուր, բարև ձեզ, հասկանում եք ինչի մասին եմ խոսում, հեսա ուշկս կգնա։ Դեռ բավականին տպավորված եմ։ Բանը, էլի փափուկ ավտոյա, հարմար ավտոյա, այս այդ ավտոներից այն, որ փափուկա համ հարմար։ Ձայնամեկուսացումը գերազանց է, որովհետև պատուհանները, ապակիները ավելի ճիշտ երկշերտ են, որը կոչվում է ստեկլոպակետ, հա, ռուսերեն ասած, ու այդ ստեկլոպակետի հաշվին էլ դրսից ներս ձեն չկա, մենակ անձրևի կտկտոցներն են գալիս ու վերջ, ու շատ կամած շարժիչի ձայնը, ոչ խլացուցչի ձայնն է գալիս, ոչ էլ մեքենայի սրահը, ճիշտ ասած, էլի դե բնականաբար շատ հարմարավետ է, շատ գեղեցիկ է, կոմֆորտը են էլի ես իմ ուրա հասնում, բայց ես հիշում եմ սրա այս մոդելի նախորդը, հա, կարծեմ երրորդ Vogue-ն է, եթե չեմ սխալվում, նրա մեջ մի քիչ ավելի այս ֆուտուրիստականությունը ավելի շատ էր, ստեղ ավելի կլասիկի մեջ, հա, ասենց շատ զուսպ քառակուսի, շատ լուրջ մարդկանց համար է, հա, մի տեսակ այդ տիպի տպավորությունը, որովհետև են, որ սենց ամեն ինչ սենց քառակուսի է, բայց սիրուն, կարերով, հավասար, ինչ-որ հետաքրքիր, այս կաշի է ոնց որ, հա, ոնց որ էս էլ է կաշի, շատ հետաքրքիր է,
ամենտեղ կաշի է։ Ահա, փայտ, այստեղ մի քիչ պլաստիկ, այստեղ 5 լիտրանոց շարժիչով տարբերակն է, 510 ձևոշ զորությամբ, մի խոսքով ուժեղ մեքենա է, ուժեղ շարժիչ է, ու այս մեքենայի ամենահավեսը այն է, որ ունի, բացի այս, որ ինքը ավտոմատ է փոխանցումներ կատարում, փոխարկումներ, ունի նաև այս լիպիստոկները, այսպես ասած, սելեկտորները ղեկանիվի հետևում, որը շատ հարմար է, բայց մեկը փոխանցումատուփը այնպես չի էլի, որ շատ արագ փոխող, այն ավտոմատ է, մի խոսքով ավտոմատ է, ռոբոտացվածներից չի, երկու քցորդումներով ես իմ speed shifter չի, բայց ասեմ ձեզ, որ համ 8 աստիճանի շնորհիվ համ այդ փափուկ ու ոչ շատ արագ փոխարկումներ կատարելու արդյունքում էլ դու մեքենայում ստանում ես էլ ավելի շատ կոմֆորտ։ Ասում եմ, կոմֆորտը ստեղ գերակշռում է, որ արդեն մի քիչ տհաճել է դառնում, այնքան հարմարավետ է այս մեքենան։ Այս նստարանները աշխարհի ամենահարմար տան բազկաթոռներն են, ունեն մասաժներ տարբեր մերսում, այս վերևի հատվածը, մեջտեղի հատվածը, ներքևի հատվածը, սառը մերսում, տաք մերսում, սպա քարերով մերսում, չինացիք են գալիս մերսում, մի խոսքով, այն որ ինչ ուզեք կա։ Վստահ կարող եմ ասել, որ այս մեքենայի մեջ եւ մանավանդ այս կոմպլեկտացիայով կա ամեն ինչ։ Ինչ որ գիտեք, հորինվել է մեքենայի սրահի համար, անվտանգության, ինչ որ սիստեմների համար, այս մեքենան ունի։ Այնքան բան ունի, լուրջ, այն որ ես երեկոյան, որ փորձում էի ծանոթանալ մեքենային, մոտա նրանց պաշտոնական կայք, հենց Land Rover-ի պաշտոնական կայք, ու երբ որ ես սկսեցի կարդալ այս մեքենայի անվտանգության եւ ընդհանրապես սիստեմները, ակտիվ եւ пассив սիստեմները, կեսից գլխիցս սկսեց ծուխ դուրս գալ, վառածի հոտեր արդեն գալիս, էլ չկարդացի։ Ամենահետաքրքիր սիստեմը, դե ինչպես հասկանում եք, արտաճանապարհային է մեքենան։ Ունի մի շատ հետաքրքիր սիստեմ, որը ոչ բոլոր արտաճանապարհայիններ ունեն։ Ավելի ճիշտ, ես ուրիշ նմանը չգիտեմ, որ ունենա, բայց կարող է եւ ունենա։ Ուղղակի չեմ ուզում սխալ խոսել։ Ամենայն դեպս ունի սիստեմ, որը կոչվում է հակա մի խոսքով, որը թույլ չի տալիս մեքենան գլխի վայր շրջվի։ Ոչ թե ուղղակի ինչ-որ կողասահքն է բլոկավորում կամ ինչ-որ կառավարում, ոչ, սիստեմը չի թույլ տալիս, որ մեքենան գլխի վայր շրջվի, ունի հատուկ սիստեմ, որը նախատեսված է թեքության վրա երթևեկելու համար, հատուկ սիստեմ, որը մի քիչ թեքության, մի քիչ sense բարձրության, հետո մի քիչ sense բարձրության, մի քիչ ավազոտ տեղ, փոշոտ տեղ, այդ ամեն ինչ առանձին տարբեր սիստեմներ են։ Ձյան վրան առանձին է, սառույցի վրա առանձին է, քարերի վրա առանձին է, հողոտ առանձին է, սառուձոր առանձին է, ցեխ առանձին է։ Բայց ինչքան ես sense նայեցի, մայրուղու, այսինքն արագ երթևեկելու տարբերակ ոնց որ չգտա։ Չգիտեմ, կարող է ինչ-որ պետք է էլի մտնել, քչփորվել, բայց ես չգտա։ Ինչ կա, ինչ սիստեմ կա կախված կախոցների ու ընթացային մասերի հետ, բոլորը արտաճանապարհայինի հետ կապված են։ Ոնց է հիմնականում լինում, մեքենաները լինում են կամ նախատեսված վարորդի համար, օրինակ սպորտային մեքենաները, հա, BMW, սպորտային փոքրիկ Mercedes-ներ, բաներ, բոլորը ամեն ինչը ասենց հարմարացված է վարորդի համար, մնացածի վրա ընդհանրապես ուշադրություն դարձրած չի, այսինքն հետևի նստող, հետով է։ Դիժեք գնացեք, ոտով գնացեք, տաքսի նստեք գնացեք։ Ինքը տեսեք։ Իրանք տենց են փոքրիկ սպորտային մեքենաների մարքեթինգը դա է։ Մեծ մեքենաների S դասի մեքենաների, լյուքս դասի մեքենաների մարքեթինգը, այսինքն թիրախային խումբը հետևի նստող մարդիկ են, չէ՞։ Հետևը որ լինի մաքսիմալ կոմֆորտ, մաքսիմալ հարմարավետ, ոտերը բարձրանա իջնի, մեջքը պարկի, դզվի, այստեղից մի հատ են մերսողից դուրս գա, կոֆե բերի, մի խոսքով, այդ զվաձեղ սաղանում են, բայց հետևը, իսկ դեմը ոչ մի բան չկա, վարորդը սենց պետք է գլխարկով են, սենց վարորդների սենց գլխարկներ կան, այդ դրանցով, այսպես նստի ու վարի, ոչ մի բան, ինքը իրավունք չունի ոչ մուլտիմեդիայից օգտվելու, ոչ մի բան, ուղղակի վարորդը։ Այս մեքենան
ինքը մտածել է բոլորի համար։ Ահա։ Ուհ 160 զգացիք ինչ արագ ինչ արագ ու կարճ ճանապարհահատվածում 160 Never Ուղղակի անձրև է գալիս ոնց որ արդեն ասեցի մի քիչ թանկ է մեքենան հա չեմ ուզում շատ փորձարկ եմ բայց այդ սկիզբը մեկնարկը նենց է տալիս այդ իր 510 դիաուժով մեջքդ կոտրվում է քեզ թվում է հեսա ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու ինչքան գնա այդքան ավելի վատ բայց արի ու տես չէ ինքը այդ առաջի ու երկրորդ փոխանցումները լավ են որ sense այլանդակի պես տալիս է հետո երրորդից արդեն մի քիչ հանգստանում է որ ասում էի մտածել է եւ սարքել է sense բոլորի համար այսինքն հետևը եւս կա կլիմատ կոնտրոլ էլի ամեն մեկը առանձին կառավարվող չգիտեմ այս տարբերակում չէ իհարկե որովհետեւ սա ամենաթոփ տարբերակը չի որովհետեւ այն ամենան դա գիտեք որ ավտոբիոգրաֆիան է այստեղ է կոչվում Range Rover Vogue ավտոբիոգրաֆի կա էլ ավելի թանկ տարբերակ որը կոչվում է SV ավտոբիոգրաֆի Dynamic կա ավելի թանկ տարբերակ որը կոչվում է ուղղակի SV ավտոբիոգրաֆի որը հասնում է մինչև $250,000 պատկերացնում եք $250,000 ինչին crossover մեծ է մի քիչ բայց դե ինչ է crossover չէ $250,000 ունես crossover դե մարդիկ կան իրանց թույլ տալիս են որովհետև եթե այդպես մարդիկ չլինեին հոչեր արտադրվի չէ իդեպ ասեմ միտեղ հասկանալի է ինչի այս մեքենան այսքան թանկ արժի որովհետև մենք հիմա գիտեք ինչ ճանապարհով ենք գնում այլանդակ խայտարակ մեծ փոսերով այսենց մի հատ ճանապարհով բայց ոչ ես եմ դա զգում ոչ մեր տեսախցիկն է զգում ոչ օպերատորը ոչ էլ դուք շատ զգում եք ինչ հարմար չէ հիմա արդեն ուղիղ տեղ դուրս եկանք բայց միջև այդ շատ խորը փոսերով ենք երթևեկում ահա 180 բայց ասեմ ես մեքենայով շատ վախենալու է 130-40-ից բարձր գնալը որովհետև ինքը նավ է դառնում դու դառնում ես կապիտան Քիդը նավատորմի կապիտան մի խոսքով էլի անընդհատ շեղվում եմ գիտեք մանավանդ այս օպերատորը որ ասում էի դեմի համար էլ ամեն ինչ մտածած եւ հետեւի այդ ինչի համար էի ասում SV ավտոբիոգրաֆիա ամենաթանկ տարբերակը ամենալյուքսային տարբերակը տարբերակը ասեմ SV ավտոբիոգրաֆին գալիս է միայն long-ը շատ ավելի երկար է քան այս տարբերակը հետևի դուռը բավականին երկար է այսպես բացում ես երկու սենյականոց բնակարանի դուռը ու մեջն էլ է երկու սենյականոց բնակարան մեջը ջակուզի էլ կա ինձ թվում է որ լավ ման գազ կգտնես ու այնտեղ նստարանը պարկում է ոտները բարձրանում են էլի այդ մերսողներով բաներով ամեն ինչով կա մանիտորներով չնայած այստեղ էլ մանիտորներ կան բայց դե այստեղ ուրեմն դիմացի հատվածում դուռը նենց հետաքրքիր է սարքած նայեք ոնց որ ոչինչ չլինի բայց ինքը կարելի է ասել ռուսերեն ասած падлокотник արմնկակալ ով է հորինել այդ բառը խնդրում եմ փոխեք էլի լեզվի տեսչություն աղաչում եմ արմնկակալ падлокотник տեսեք ինչ հեշտ արտահայտվող բառը արմնկակալ ունենք մեկ արմնկակալ ստեղ եւ մեկ արմնկակալ այստեղ եւ այս մեքենան նենց հարմար է որ կարող ես այսպես նստել այսպես ձեռքերը դնել երկու արմնկակալների վրա եւ ղեկը նույնիսկ չբռնել որովհետեւ sense ինքը գնում է ուղիղ գնում է այնքան վստահելի այնքան sense մեծ ծանր մեքենա է որ իրան վստահում ես ինքը մեծ է ինքը որ կողքի փախնի բոլորը այս ճանապարհի երթևեկության մասնակիցները մոտավորապես պատկերացում ունեն թե ինչ արժի այս մեքենան ու իրանք ավտոմատ փախտում են այս մեքենայի կողքերից այնպես որ կարաս թե ձեռքերդ առանց ղեկի վրա դնելու թե աչքերդ փակ
թե սուրճ խմելով եւ թե SMS գրելով վարել այս մեքենան, ինչը ոչ ոքին երբեք խորհուրդ չեմ տալիս։ Այստեղ էս կենտրոնական մանիտորը որ կա, մուլտիմեդիայի, ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի, կոչվում է կրկնակի մանիտոր է կոչվում այդ համակարգը, որ վարորդը, ինչ եմ ստեղ նայում, ստեղ պետք է նայում, վարորդը, ասենք կարող է միացնի մի ֆիլմ, չէ՞, իր մոտ այդ ֆիլմը ցույց չի տալիս, ֆիլմը տեսնում է կողքի նստողը, վարորդի կողմից ցույց է տալիս, ասենք ինչ որ թվեր, եսի ինչեր, play, stop, պաուզա, այդպես ինչ որ կնոպկաներ, բայց վարորդը չի կարող ֆիլմը նայել, շատ հետաքրքիր է, ուղղակի հիմա այստեղ չգիտեմ, չեմ ուզում ինչ-որ ֆիլմ միացնել, կարող է Սանտա Բարբարան միամիտ միացնեմ ու այսօր մնանք այստեղ, լացենք, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ, այս մուլտիմեդիայի համակարգը, այս սենսորները բան, աշխատում են շատ դանդաղ, այն որ մի կոճակին սեղմում ես, քիչ սպասում ես, ինքը մտածում է, մի հատ պետքա, պետք չի, հա, հավես կա, լավ անեմ, հետո մի երկու հատ արագ սխմում ես, ինքը արդեն մոռանում է առաջինը ինչ է իր արել, մի անգամից երրորդ սխմածը տանում, մի խոսքով դանդաղ է։ Եթե այդքան տեխնոլոգիապես զարգացել եք, ինչի, դե մանր բանը չի կարել, հետաքրքիր է ուղղակի, էլի։ Մեկ էլ մի հատ շատ կարևոր բան նշեմ, որ այս մեր հաղորդումը կարելի է ասել էքսպերիմենտալ էր։ Ասեմ ինչի։ Հիմա ես հատուկ միտումնավոր, դիտավորյալ, ոնց ուզում եք ասեք, չեմ գցել ամրագոտին, որ այսքան ժամանակվա ընթացքում ուզում էի հասկանալ, մեկը կլինի, որ ասի, տեսեք, հլեն խուլիգանին նայեք, որ ամրագոտի չի գցե, հա։ Տեսեք։ Ես ձեզ էի փորձում ուղղակի, թե չէ ես միշտ ամրագոտիով եմ վարում։ Այո, ուրեմն այդ գցի։ Ամեն ինչն ինձ հաճելի է, ասենց որ ամեն ինչին ձեռք ես տալիս, ասենց դու ինքդ քեզ արդեն ասես մի տեսակ թանկ ես զգում, թանկարժեք, հա, որովհետև եթե ունես այս մեքենան, ուրեմն ուրիշ տարբերակ չի էլ կարա լինի, ասենց ըստ իս էլի, ես ասենց մոտավորապես որ հաշվարկ արել եմ, այս մեքենայի գույքահարկը կազմում է տարեկան մոտ 350-360 հազար դրամ, ասենց օդից, ասենց տանում ես տալիս գույքահարկ ու ծախսում է մոտավորապես նորմալ վարելով, այն ոչ թե շատ էկոնոմիա անելով, նորմալ վարելով 25-ից 30 լիտր վառելիք։ Ուրեմն ղեկը, այս գեղեցիկ սենց շատ յուրօրինակ, հա, նմանը ես ոչ միտեղ չեմ տեսել, այս մուլտի կոճակները որ կան, Սենց շատ հետաքրքիր է, ոնց որ առանձին սենց վերցրած, սենց կպցրած լինի, ոնց որ Մալացիայի բանից շուկայից առած ինչ-որ դետալներ լինել, բայց սազում են ու չեն խանգարում։ Օրինակ, տեսեք ինչ հետաքրքիր բաներ ունեն հայլիների վրա, դեղին լույսով քեզ ազդանշան է տալիս, որ ձախից կամ աչից մեքենա կա այն կույր զոնայում, որը որ դու չես տեսնում հայլիով։ Մի շատ հաճելի երևույթ այստեղ խնդրում եմ նայեք։ Ստեղ նայի, սա, նայեք ինչ գեղեցիկ է, ու ինչ հաճելի, սա բարձրության կարգավորումն է, ու այդ կոշտություն բան էդ, որ պետք է գնա սարեր, ձորեր, ցեխեր, ավազներ, սա, սեղմում ես, վերջ, ինքը ֆիքսեց,
թողում ես դուրս եկած։ Մի շատ հաճելի, մանրուք հա, բայց շատ հաճելի։ Հա, բնականաբար մեքենան աշխատում է ոչ թե բանալիով, այլ ստարտի այս կոճակով, ստարտ-ստոպ համակարգը ունի։ Ինչի՞ չեմ խոսացել, արդեն հասկանում եմ, որ մութ են գնում, ձեր էկրանին ես տհաճ եմ երևում արդեն այսքան սև, այսքան կարմիր։ Այս պանորաման սպանեց։ Սենց բացում ես, այն որ դուրսը տհաճ եղանակ, բան, չէ։ Դու սենց կարաս բացես, դու դեքո առանձին աշխարհում ես արդեն ոնց որ ասեցի, դու Հայաստանից դուրս ես, ստեղ Շենգեն գոտիա։ Հա, սենց բացում ես ու նայում ես ծրտածապակում։ Բայց զատա քո վրա չի, ապակումը։ Հա, բայց չէ, շատ սիրուն է ու շատ մեծ, աշխարհի ամենամեծ ու սիրուն պանորաման է։ Օհ, մոջան։ Բայց ես պատկերացնում եմ այս վերը ինչ կանի։ Գիտեք, հա, ինքը այն որ սենց ինքը այդ սենց մեծ է, ծանր է, սենց իր բանը դու զգում ես այդ հզորությունը, որ սենց տանում է, բայց ինքը մեկա դրա համար չի նախատեսված։ Ինքը նախատեսված է այն որ սենց իմ համար էլ չէ, ու իմ տարիքի մարդկանց համար էլ չէ ինձ թվում, պետք է սենց լուրջ են որ սենց կամ կարող է իմ տարիքի մարդ լինի, բայց ավելի լուրջ քան ես։ Հա, որովհետև ես արդեն սենց այն որ ուրիշ է, էլի։ Մի քիչ ավելի երիտասարդի կարծում եմ սպորտն է։ Վոգը ավելի երիտասարդ, էվոկը ավելի երիտասարդի է։ Այս վոգը, վոգ չի, էսի վայքու։ Range Rover վայքու։ Հա, վայ աման, տեսար, վայքու։ Նախորդի համեմատ, նախորդ մոդելի, այս մեքենան ինչի է լավ գնում, այս նույն շարժիչով, որովհետև 400 կիլո թեթևացրել են։ Ես զարմանում եմ, որտեղից են այդքան ավելորդ դետալ գտել, որ թափեն, որ 400 կիլո թեթևանա այս մեքենան։ 400 կիլո պատկերացնում եք, համարյա մի զապարոժեցի քաշ։ Ոնց ասեցի արդեն, ինքը շատ լավ գնում է, չնայած որ մեծ արագություններին իրեն շատ լավ չի պահում ճանապարհին, որովհետև ինքը պետք է փափուկ լինի, չէ՞, ինքը ուրիշ միսիա ունի կատարելու, ինքը պետք է փափուկ լինի։ Դրա համար դժվար է իրանից ստանալ, որ ինքը մեծ արագության ժամանակ, չգիտեմ, չճոճվի, եսի ինչ չլինի։ Ու դժվար է իրանից ստանալ այդ կոմֆորտի հետ մեկտեղ, չգիտեմ, սպորտայնություն, ագրեսիվություն, եսի ինչ։ Այս մեքենան ուղղակի կարա արագ գնա, երբ որ քեզ պետք է։ Երբ որ ուզում ես, ասենք, ինչ որ վազանց կատարել, երբ որ մեկը քեզ կրակելով հետևից է գալիս, այդ վաղ կարաս փախնես, մի խոսքով, պետք է այդ ժամանակ ինքը կանի ինչ ուզում ես, բայց ինքը հիմնականում այս երաժշտությունը լսելու համար է։ Կեպկեն կողքի վրա դրած ռեպ լսելու համար չի, էլի։ Չգիտեմ դուք ինչ կարծիք կազմակերպեցիք այս մեքենայի մասին, բայց ես այն որ իմ մոտ շատ sense խառը կարծիքներ են, ոչ միանշանակ, օրինակ առաջին հայացքից sense հանդուրդ գալիս է, sense նստում ես մեջ ու sense գժվում ես, շատ հաճելի է իրան վարել, բայց որ հասկանում ես, որ այդ վարելուց մի քիչ հետո սկսելու ես կամաց հաճախել ավտոտեխ սպասարկման կետեր 20000 կիլոմետր ընդամենը մեքենա քշած։ Ես պատկերացնում եմ, որ արդեն մի 2 տարի էլ անցնի ու իր էլեկտրոնիկան սկսի գժվել։ Մի խոսքով, այս մեքենան այնքանով է լավ, որ իրան վերցնես sense մի քիչ քշես ու բերես հետ կանգնացնես, գնաս տուն քնես։ Ու վերջ։ Վերջացնենք էլի այսօր մեր test drive-ը։ Ես ուզում եմ մենակ հիշեցնել, որ բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել մեր Facebook-յան էջում, Drive News, մեր YouTube-ի էջում, մեր պաշտոնական կայքում avtodrive.am, մի խոսքով որտեղ ուզեք այնտեղ էլ մենք կանք, բոլոր հաղորդումները կան, կարող եք այնտեղ դաժե նույնիսկ մեր հետ շփվել։ Գնացինք, հաջողություն։ Պակա։ Մի վարկան։ Բարի որ մեքենան շատ թանկանոց է։ Չենք վթարվում, չենք խփում, ահա։ Եվ նրանց համար, եւ մեզ համար։ Եվ ձեզ համար։ Ձեզ համար հաստատ չի մտածել, որովհետև $170,000 է։ Հիմա այս ուր ենք գնում։ Ջարբախ։
Որ տանում ես ինձ կորցնես։ Ոչ։ Խափում ես երիտասարդ։ Ապեր մի հատ կամերատ հետ տար, տեսնենք ֆուրի տակ մնում ենք, թե չէ։ Ահա, չէ, չի ճխլում։ Էրսի։ Որ չճխլեցիր։ Վախում ես ինձնից ապեր։ Չէ, ինձնից չէ, մեքենայից։ Վայ 20։ Հա, բայց 120 որ գնում ենք նորմալ չի, 100 են գերազանցում էլ ընդամենը։ Հա։ Ուսում ես տկետ է։ Չէ։ Արա, ստե ֆասիլ է։ Դու ինչ ես հիմա տենում։ Այս որդ է։ Աստե։ Աուդիո, վիդեո, այն տելեֆոն։ Հա, դու ես այդ տենում։